մի հատ ծպտուն է թեմայով չի հանում, մի հատ բողոք չի ներկայացնում, մի հատ ինչ-որ հարց չի բարձրանում, սա ձեր մոտ տագնապ չի առաջացնում, պատճառը ինչն է, հարց չի առաջացնում, ինչի Ադրբեջանը դրա դեմ չի բողոքում։ Հիմա եթե վաղը չեմ ուսորը այդ սպառազինվելու հետ կապված այդ 9 միլիարդ մեր գրպանից, ասենք թե ծախսելու այդ տեխնոլոգիաները եւ դրոնները գնելու հետ կապված, եթե դժգոհություն հայտնեց Իրանը, մենք միանգամից ասելու ենք Իրանը թշնամական պետություն է, հա չի ուզում որ Հայաստանը սպառազինվի։ Իսկ որ Իրանը նախապատրաստում է տես բան անել, ոչ մեկ թող չկասկածի։ Իրանը բողոք է ներկայացնելու ամերիկյան զենքը, զինամթերքը Հայաստանի կողմից գնելու համար։ Կասեք, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ, շատ կարճ պատասխան, որովհետև այդ զենքը Միացյալ Նահանգները Հայաստանի փողերով Հայաստան մատակարարելուց հետո պարտադրելու է օգտագործել Իրանի դեմ, նախապատրաստվող Իրանի դեմ պատերազմում, ոչ թե Ադրբեջանի դեմ, եւ դրա մասին գիտի նաեւ Ադրբեջանը, բնականաբար Ադրբեջանը խի դրա համար պիտի բողոքի, ոչ մեկիդ մոտ հարց չի առաջացնում, որ այս գերագույն թշնամին, երբ որ վենց այցելում է Ծիծեռնակաբերդը, Ցեղասպանության զորի հիշատակի հուշահամալիր, ինչի ինքը հետը չի որ, ինչի ընդհանրապես կառավարության, ազգային ժողովի, որովհետև մի պաշտոնյա իրան չի ուղեկցել, ինչն է պատճառը, մի հատ հարց տվել եք, հասկանալի է, չէ, որ խոսքը գնում է մի երևույթի մասին, որ վենցը պրոստը ամերիկացի է, որին հետաքրքիր է եղել գնալ մի հատ Ցեղասպանության զորի հիշատակին նվիրված այդ հուշահամալիրին, իսկ թուրքը չէր կարա գնալ այդտեղ։ Պարզ չի, որ մենք գործ ունենք թշնամի թուրք կառավարության հետ։